Այսօր պատրաստում եմ կեսօրվա ուտեստ, ճաշի ուտեստ, կոտլետներ։ Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր պատրաստում եմ, ինչպես ձեզ արդեն ցուցադրեցի, կեսօրվա ճաշ, խառը մսով, աղացած մսով, տավարի եւ խոզի, վերցրել եմ համեմ, որպես կանաչի, վերցրել եմ համեմ թարմը եւ մաղադանոց, 1 հատ հավկիթ եւ միթեի գդալ պղպեղ, քաղցր եւ սև պղպեղ, ըստ ճաշակի եւ միթեի գդալ աղ, միսը 5-ից 600 գրամ։ Եվ վերցրել եմ 1 հատ սոխ, աղացել եմ արդեն սոխը եւ տապակելու եմ կոտլետից հետո տապակելու եմ կարտոֆիլ։ Հիմա խառնեմ միսը։ Հիմա մի քիչ խառնելուց հետո լցնում եմ սոխը եւ նորից կխառնեմ ու հետո կլցնեմ հացի փոշի, աղացած հաց։ Չմոռանամ ասելու, վերցրել եմ մի թեթև թեյի գտալ սխտորի փոշի։ Հիմա լցնելու եմ չորահացը, շատ չեմ լցնելու։ Սա բավական է։ Այսպիսի բուր, ժողովուրդ ջան, չորահացը այս չափի էր, ավել չէր։ Հետո չասեք, Ռոզատատիկը չասեց ինչքան չորահաց լցրեց։ Արդեն անցնում եմ տապակելու պրոցեսին եւ ձեզ կցուցադրեմ տապակելուց հետո մեկ էլ կարտոֆիլը։ Տապակեմ, վերջացնեմ, հետո այս նույն յուղի մեջ եմ տապակելու կարտոֆիլը, որովհետև շատ համեղ է լինում այդպես։ Երբ որ կոտլետները վերջացնեմ, հետո տապակելու եմ կարտոֆիլը։ Դրեցի 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ եւ 2 ճաշի գդալ իմ պատրաստած հալած յուղից։ Անում եմ միջին չափի, ժողովուրդ ջան։ Ցանկանակ երկար կոտլետները պատրաստեք երկար, ցանկանակ կլոր, պատրաստեք կլոր։ Հիմա ես երկուսից էլ անելու եմ, եւ կլոր, եւ երկար։ Ժողովուրդ ջան, վերջացրեցի ձևավորումը, արդեն դրեցի տապակվելու։ Կտապակեմ, կհանեմ, հետո կմիանամ, երբ որ կարտոշկան դնեմ մեջ արդեն։ Կարտոֆիլի լցնելուց նորից կմիանամ ձեր հետ եւ սա այսօր կհամարենք կեսօրվա ճաշ։ Շատերը պատրաստում են, պատրաստելուց հետո, ձևավորելուց հետո ալուրով են թաթախում, բայց ես չեմ անում, այդպես էլ եմ անում, ալուրով էլ եմ անում, բայց այս անգամ չեմ արել, ուղղակի իր նատուրալ ձևով, ոնց որ միսը կա, այդպես եմ պատրաստել, մի քիչ չորահացով, դուք տեսաք ինչքան չորահաց եմ գցել։ Արդեն կոտլետները եփվեց, հիմա պետք է դանդաղ կրակի վրա արդեն կարմրացնեմ։ Կրակը ուժեղ չեմ անելու, ընդհանրապես կարմրացնելու դեպքում կրակը պետք է դանդաղ անես, որպեսզի չվառվի, սիրուն գեղեցիկ կարմրի։ Համաձայն եք ինձ հետ։ Կգրեք, հլը տեսնեմ դուք ինչպես եք պատրաստում, ձեր պատրաստածը ինչպիսի տեսք ունի, կգրեք կամ պատրաստեք, նկարեք, դրեք, ուրախ կլինեմ։ Ժողովուրդ ջան, արդեն մեր կոտլետները վերջացրեցի, հիմա պետք է լցնեմ կարտոֆիլը։ Ինչպես ձեզ ասեցի արդեն, պատրաստելու եմ կոտլետի յուղի մեջ։ Հասարակ, բայց շատ համեղ սիրելի ժողովուրդ, պատրաստեք, փորձեք, չգիտեմ դուք ինչպես եք պատրաստում, պատրաստեք ու գրեք ինձ։ Այսպիսի տեսք ունի սիրելիներս մեր տապակած կարտոֆիլը, հիմա մի քիչ էլ թող էփվի, մի քիչ էլ տապակվի, հետո կփորձեմ ձեր ներկայությամբ ու կասեմ ձեզ ինչպիսի համ ունի մեր այսօրվա հասարակ, բայց շատ համեղ ուտեստը։ Սիրելիներս, սա մեր ուտեստի, մեր այսօրվա ուտեստի վերջնական տեսքն է։ Այսպես, չգիտեմ ձեզ ինչքանով դուր կգա, բայց սա վերջնական տեսքն է սիրելիներս։ Հիմա համ տեսեմ եւ ձեզ ասեմ։ Հիմա ժողովուրդ ջան, սա մեր ուտեստը
ու մի քիչ էլ ունենք մալականի թթու, եթե ցանկացողներ կլինեն ինչպես են պատրաստում, թող ասեն սիրելիներս։ Հիմա վերցնեմ եւ փորձեմ։ Նայեք ժողովուրդ ջան, հավասար մինչև վերջի շունչը եփված։ Սիրելիներս, ավել ոչինչ հարկավոր չէ։ Շատ համեղ, շատ հասարակ, բայց անմահական։ Պատրաստեք իմ բաղադրատոմսով, անուշարեք, ուրախ կլինեմ, նկարեք, եթե չեք ցանկանում նկարել, գրեք, պատրաստել եք արդյոք ինչպիսի համ է ստացել ձեզ մոտ։ Ես համոզված եմ, որ նույնպես շատ համեղ է լինելու, ինչպես իմ պատրաստածը այսօր։ Մեզ մնում է հետևել, հավանել եւ տարածել սիրելիներս։ Սիրում եմ ձեզ, եղեք առողջ, սիրում եմ ձեզ։